Դատախազությունը կասեր դիմեք դատարան, այսենց դիմեք ու մինչև դիմեք։ Իսկ Արմանը, Նահապետյան Արմանը, որ խաբեությամբ այդ գումարը տարել է, իր համար ման է գալիս, անգամ եռաբլուր է գնում, առանց ամաչելու ու ազատ բան է գալիս։ Ես ոչ մի կառույց չեմ ուզում դիմեմ, ես այսօր ուզում եմ հանդիպում Դատախազի ու Նիկոլ Փաշինյանի հետ։ Իսկ դուք տեղյակ եք, իսկ դուք Տներես Փայլակ ջան, իսկ դուք տեղյակ եք, որ Արման Նահապետյանի դուք միակ դժողն եք, թե ինքը էլի է մարդկանց Արման Նահապետյանի վրա այս պահին կա մի քանի քրեական գործ, գողություն, խոշոր չափի, խաբեություն։ Ես տեղյակ եմ, որ ինքը զինվորի զոհվածի ծնողել է խաբել, ուղղակի ինչ պատճառներով է ծնողը վախենում է խոսի, չեմ էլ կարող անուն տալ։ Գերեզմանակար չի, ընդհանուր այդ զինվորի հետ կապված գումարների բաների հարցով ես չեմ ուզում այդ դա իմ հարցը չի։ Ինքը ոչ մի բանացու է, ինքը 20 թվից Արայիկ Հարությունյանի, չգիտեմ ասեմ ինչներ, իր բառերով ասում էր Արայիկ Հարությունյանից դաստեքով փող էի վերցնում, մի քանի զոհվածի ծնողի բերան էի փակում, որ չգնան Արայիկի գլուխը ջարդեն։ Արցախի նախագահան։ Ինքը այտենց սրբապիղծ, փողի մեռած, իր համար կապ չունի ինքը ինչ փողով է իր ընտանիքը պահում, կարևորը պահում է։ Հիմա Փաշինյանից ու Վարդապետյանից պահանջում եմ այս գործին աչալուրջ լինել, հունվարի 20-ին նորից դատ ունեմ, որպեսզի այդ դատը վերջինը լինի, ես չեմ կարող ամբողջ օրը գնալ դատարան, 5 րոպե հետո հետ գալ, դատը հետաձգվում է, դատը փաստացի ես դատավորից, որ այսպիսին բողոք չեմ կարծում թե ունեմ, որովհետև դատավոր անընդհատ ուզում է, որ դատը վերջացվի, բայց իր փաստաբանների հետ չգիտեմ ինչ է կատարվում, հանրային փաստաբանների հետ չեմ պատկերացնում ինչ է կատարվում, որ ոչ մեկ սա հրաժարվում են, սենց բան լինում է։ Երևի ինքն է ասում։ Ձեզ որ խնդրեմ նախ ձայնագրությունը որ ասեցիք, դա ինչ ճանապարհով եք ձեռք բերել, ոնց եք ձայնագրել։ Ինքը ես այդ մարդու անունը չտամ, զանգել է իրան, խնդրել է, որ խոսացել է, ասել է խնդրում իր հետ խոսացեք, ասեք դատարանից բողոքը հետ վերադարձնի, նոտարով գնամ գրեմ, ամիսը $1000 իրան փող տամ։ Ինքն էլ չունի համապատասխան գույք, որ նոտարը հետո կարենա բռնագանձել տա, դե ես էլ եմ դա շատ լավ հասկանում իր քայլը, ասել եմ ոչ։ Ու ինքը պատասխանել է Աստված իր հետ, 4 միլիոնի խաթր ինձ ոչ մեկ չի դատելու, եթե դատեն էլ գրավեմ վճարելու դուրս կամ, ինքը իր փողից ընկնելու է։ Ձայնագրությունն ունեմ, ոչ, ձայնագրությունը ես 3 եմ ձեռք բերել, իմ փաստաբանին կտրամադրեմ։ Դա դատական գործում չի քննարկվի, քանի որ եթե չի արդեն ասել, ուղղակի կա այդ ձայնագրությունը, ես ուղղակի կմիացնեմ, դատավորը կլսի այդ ձայնագրության մասին։ Բայց ոչ չէ, ես չեմ էլ ուզում այդ ում ինքը զանգել է, խառնեմ այս պատմություններին եւ այլն։ Այո։ Ես սկզբից որոշեցի, որ սպիտակ մարմար եմ ուզում ու դիմեցի զոհվածի կնոջը, մեծ շատ մոտիկ էր, ինքը բերեց ծանոթացրեց դրա հետ ու ինքն ասեց, որ ճիշտ որոշում է, որովհետև եռաբլուրի քարերը շատ անորակ են, պետությունը ինչքան անորակ քար կատանում է եռաբլուր ու շատ ահավոր բաներ եռաբլուրի մասին, որ ոչ մի զոհված զինվոր իր քարի տակ չի, տրակտորը քշերը գցեցին սաղ հողին հավասարցրին, միացենց ահավոր պատմություններ, որ չեմ ուզում, ես դա հիմա խոսում եմ, դողում եմ։ Ասեց, որ ծանոթացել այդ մարդու հետ, որ $10,000 զոհվածի ոչ, այդ կինը զոհված Հովհաննիսյան Երևանդի կինն է, Թամարան, այլի Արցախից։ Ես հետո իրան դիմել եմ, որ ինքը ինձ խաբել է, սենց, ինքն ասել է, իմ հարցում ինքը անկեղծ է եղել, եթե ձեզ խաբել է, դա ձեր խնդիրն է։ Դուք հիմա Նիկոլ Փաշինյանի մոտ ընդունելության բարձրանալու համար ինչ եղանակ եք ընտրել, դիմում պիտի գրեք, թե սպասելու եք մարդ դուրս գա ձեր հարցը ներկայացնել։
Ինչ եղանակ որ կտանի իր մոտ, այդ եղանակները ես կօգտագործեմ։ Դիմում կլինի, սպասեմ մարդ դուրս կգա, ես արդեն իրանք տեղեկացել են, ստեղ արդեն մոտիկացել են ինձ, մի քիչ առաջ մարդու իրավունքի հետ եմ խոսացել, իրանք ինձ զանգեցին, ինչ տարբերակ լինի։ Ես պահանջում եմ, խնդրում եմ, չգիտեմ, իր հետ հանդիպում, իր ու դատախազի, Նիկոլ Փաշինյանի ու դատախազի հետ հանդիպում։ Շնորհակալություն։ Հարգելի լրատվամիջոցներ, հիմա այստեղ կենտրոնի բաժնից մարդ է եկել, Տիկին Ալայի հետ կմոտենանք իրեն, հաղորդում պետք է նաև ներկայացնեք, իրենք այդպես են ուզում, որ հաղորդում ներկայացվի հանցագործության մասին։ Խոստացել են իրավական աջակցություն նաև ցույց տալ, իսկ այդտեղից կշարժվենք, նամակ կգրենք հանդիպման մասին ընդունարանում եւ կշարժվենք դատախազություն։ Ռոզաննա, եթե այս պահին դատական գործ կա, քննվում է հանցագործության մասին։ Քաղաքացիական հայցով է դիմել, կխնդրեմ մոտեցեք, հա, եթե ահա Պարոն Արսենյան, տեսեք, քանի որ դատարանում արդեն իսկ գործ կա, քննվում է։ Ուզում ենք հասկանալ ինչի համար է հանցագործության մասին հաղորդում ներկայացվելու այս բանը։ Մերի ջան, ճիշտն ասած, ես մանրամասն դեռ ծանոթ չեմ։ Միգուցե Տիկին Ալան քաղաքացիով է դիմել։ Դրա համար մենք հիմա ուզում ենք հասկանանք իրավական աջակցության ինչ խնդիր ունենք։ Եթե հաղորդում ներկայացված չի, հաղորդում կներկայացվի եւ մեր կողմից հնարավորինս աջակցությունը կցուցաբերվի։ Զուտ դա։ Հեսա Տիկին Ալան վերջացնի, մենք մանրամասները կճշտենք։ Դե ես այդ եմ ասում, ես մանրամասներին, քանի որ տեղեկացված չեմ, սպասում ենք, որ Տիկին Ալայի հետ մանրամասները հստակեցնենք, այլ խնդիր դեռևս չունենք։